այդ պատերազմի ժամանակ պատջարդելու ժամանակ անգամ չկար։ Այստեղ կոչը, շեղկոչը, որ լսում է երանի թե դա լսեինք։ Բայց ունենք լսում, կրակոցներ ենք լսում, թուրքի սաման նստեղ է, ձեռդ մեկնես կկպչի։ Ու ոչ բանակ կար, ոչ կարգին զենք կար, մի խումբ կամավորական տղերք էին։ Ստեյց ընդեյ ծած զենքով, որդորդական զենքով, կացինով, թո եղանով, բաղով, կռիվ էին գնում։ Կռիվը մենակ այդ գնացածների համար էլ չէ, տեղեր էր կռիվ։ Մեր կանայք, աղջիկները, մայրերը, նրանք էլ մեզ հետ կանգնած էին։ Ինչ պարտադիր է, որ առաջի գծում լինեին, ինչ պարտադիր է, որ ավտոմատ բռնեին, թոնրում հաց թխելն էր զինվորություն, օջախի կրակը վար պահելն էր զինվորություն, այս գործը, որ հիմա ես եմ, մեր մայրերը, մեր քույրերը, մեր կանայք են, ժամանակ էլ չկար անտառից փայտ բերեն կախել, որից էր ժամանակը, իրենք են այդ բոլոր անում, ու երբ որ գալիս էին մեր տղերքը, տուն էին գալիս, ու տեսնում էին, որ այդ օջախը վառա, կրակը վառա, թոնրում հաց կա, սեղանին հաց ա դրած, այդ ավելի էր ուշ տալիս, էլի իրանց, ավելի էր պինդ դարձնում, ավելի էր ամուր դարձնում, մեր պահածը ավելի էր կարևորում, հասկանում ենք, թե ինչ ենք պահում, եսում ենք պահում, ինչի ենք պահում, խի ենք պահում, հենց այնպես չեն երկիր պահում, երկիրը պետք է բովանդակություն ունենա, որ նա պահես, երկիրը պետք է արժեք ունենա, որ պահես, ու դատարկ երկիրը չեն պահում, սուտ երկիրը չեն պահում, կարևորն այն է, որ զինվոր դառնալու, հայրենիքի զինվոր լինելու միտքը այն հասարակ շինականի մեջ էլ մտավ, հովի մեջ էլ մտավ, հաստուխի մեջ էլ մտավ, վարսավիրի մեջ էլ մտավ, այս ազգով է հասկացանք, որ ստեղ չի կարելի, նա զինվոր մենակով, որ ֆորմա է ակել նա պտի պահի թիկունքին էլ չէ, այս էր, այս պատերազմը մեզ բազմաթիվ կորուստների հետ, որ շատ թանկ տղերք կորցրինք, անուշ տղերք կորցրինք, այս էլ շահեցինք էլի, Գիտեք ինչն է, մեկ լավից եմ խոսում, վատից եմ խոսում, վատ բաներ կա, որ ասացի շահեցինք այդ միասնականությունը, նաև որ զինվոր հասկացողությունը մեզ մոտ, այսպես ասած ոնց ասեմ, այս կամպանիոն բնույթ ա գրում, էլ այդ պահին կա, հաջորդ պահին կարող է չլինել, ներողություն մի քիչ գեղավարի ասեմ, հա, ոնց որ զինվորը մեզ համար Զապաս պագրիշկի կարգավիճակ աստացել, երբ պետք է օգտագործում ենք, երբ պետք չի կարող ենք այսպես ցեխակոլ հոր առաջ լվանալու, գցենք այն բագաժնիկը, հա, չէ, պարտադիր չի, որ պատերազմ լինի, որ մենք հիշենք, որ զինվորը կա, զինվորին ամեն օր պիտի հիշենք, այսօր, որ ես հիմա հանգիստ, նորից եմ ասում, թուրքը ստեղ է, այստեղ ուղի նշանալությամբ կարող է կրակել, և ես, որ ես իմ օջախի գործերով եմ զբաղված, որ խոտ եմ հնջում, որ անասուն եմ պահում, որ իմ երեխեքի համար տուն եմ պահում, ես իրան ցավոտ անեմ, այդ բանակային տղեկն են, այս զինվոր տղեկն են, ու ինձ համար էլ զինվորի արժեքը ավելի մեծ արժևորվեց, երբ որ տղա բանակ ճամփեցի, հայ ժողովուրդը ոնց է ասում, աղջիկա ծնում ասում պսակի հասցնես, տղա ծնում ասում բանակի հասցնես, փառք Աստծո, իմ երեք տղան բանակի հասել են, այսօր առաջ հրաշալի բան կար, աղջիկ չեն տալի, որ բանակ չէր գնացել, այսինքն որ զինվոր չէր, բանակ գնալ հենց այնպես բան չէր ասել, բանակ չես գնացել, չէ, այսինքն վախկոտ ես, այսինքն երկիր պահել չգիտես, այսինքն հայրենիք պահել չգիտես, դրա համար չէին էլ աղջիկ տալիս, այսինքն որ թուրքը կա կարող է շալվար թրջես, այդ որակների համար էր, որ աղջիկ չեն տալի, եթե նա բանակային չէր, եթե նա զինվոր չէր, ուզում եմ, որ մենք հարգանք, պաշտամունք, խոնարհում ունենանք զինվորի նկատմամբ, զինվորի համազգեստի նկատմամբ, ես այսօր երկու անգամ, երկու դեպքում փողոցում զգաստ եմ կանգնում, մեկ որ հղիկին եմ տեսնում, մտածում եմ, թե զինվոր է ծնվելու, մտածում եմ, թե զինվոր է չլինի ազգս պետք է շատ տա, մեկ էլ որ զինվորական եմ տեսնում,
Ես կոչումով կապիտան եմ։ Այս զինվորական համապայեստի կապիտան եմ, այդ համազգեստով մարդը ինձնից կոչումով ցածր լինի, բարձր լինի, ես զգաստանում եմ։ Ես այդ ջահելի առաջ չեմ զգաստանում, բանակի առաջ, բանակի։ Իմ բանակի առաջ, ինձ պահող, իմ ապահովությունը ստեղծող բանակի համար եմ զգաստանում։